Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Առաջին հարց Նաիրա Բաբելյան Արմեն։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, վերջերս Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում ավետել էր փոխնախագահ Ջի.Դի Վենսի փետրվարյան այցի մասին եւ Հայաստանի մասով գրել էր, որ մենք կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար։ Կհստակեցնեք ինչի մասին է խոսքը, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու մասով արդեն կողմնորոշվել է եւ ընտրել է ամերիկյան տարբերակը։ Այստեղ զուտ հիշեցնեմ, որ դուք ասում եք, որ փոքր մոդուլային ռեակտորները անվտանգ են, քանի որ եթե նրա այնտեղ վտանգ է լինում, դա համարվում է լոկալ նշանակության արտակարգ իրավիճակ։ Մինչդեռ փորձագետները ասում են, որ ամեն ինչը անորոշության փողի տակ է թաքնված, քանի որ եթե ավանդական ատոմականների մասով ունենք 80 տարվա փորձ, ապա ՓՄՌ-ների մասով ընդհանրապես փորձ չկա համաշխարհային, ու Ռուսաստանն ու Չինաստանը որոշակի փորձ ունեն, բայց ոչ գետնի վրա կառուցված ՓՄՌ-ների մասով, իսկ մնացած երկրները այդ փորձն էլ չունեն։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը, եթե ընդունել է նման որոշում, ինչ հիմնավորում է ընդունել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքը փոքր է, եթե ասենք որոշեն այստեղ կառուցեն ու հանկարծ լինի ինչ-որ վտանգավոր միջադեպ, նույն Թուրքիան, որը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ գործընկերը, հիմնական գործընկերը ու նաև ՆԱՏՕ անդամ երկիր, ինքը Ռուսաստանի հետ է համագործակցում ատոմականների կառուցման հարցով։ Հիմա Հայաստանը ընդունել է որոշում չի ընդունել ու արդյոք ինչքանով է հիմնավորված, որ մենք կարող ենք լինել փորձադաշտ նման ՓՄՌ կառուցելու համար։ Շնորհակալություն։ Օգոստոսի 7-ին Վաշինգտոնում նախագահ Տրամփից ստորագրել եմ 3 մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերվել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան, եւ մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, ովքեր դիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։ Ինչ վերաբերում է ձեր նշած փորձագետներին, պետք է խնդրում ենք այդ փորձագետների կոնտակտները մեզ տվեք, որպեսզի մենք նրանց որակավորումը ստուգենք։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց դա էլ ասեմ, որևէ մտահոգություն անարձագանք կամ չի անտեսվելու, եւ մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Չինաստանի հետ եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո։ Որոշում կա, թե չկա, պարոն Փաշինյան, այդ համաձայնագիրը, հիանալի համաձայնագիրը չի մասնավորվում։ Հիանալի համաձայնագիրը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին է։ Պարոն վարչապետ, այսօր Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ է ընդդիմության համար կա բավականին լայն դաշտ թեզերի սինխրոնացման եւ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։ Ընդդիմությունը կարծեք թե երկու սցենար է քննարկում՝ Գյումրու սցենարը եւ Քոչարյանի ասած սցենարը, կխնդրեմ մեկնաբանել։ Թող քննարկեն։ Անվարչապետ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում 3 մտահոգություններ էր հնչել, որ իշխանություն եկեղեցի առճակատման մասին, արդյոք այս փաստը, որ արդեն եւ եվրոպացի падգամավորը նշել էր, որ ժողովրդավարության մարդու իրավունքների ոտնահարում չէ, արդյոք երբ եպիսկոպոսները ձերբակալվում են, արդյոք այս հարցը մտահոգիչ չէ մեր համար, երբ արդեն միջազգային հարթակներում է քննարկվում եւ որքանով է իրականությանը համապատասխանում Արարատ Միրզոյանի պատասխանը, երբ չկա դատական կայացրած ակտ, բայց նա վստահ այսպես ասում է, որ հոգեորականները փորձել են զավթել իշխանությունը եւ սպանել իրեն։ Այսքանը։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա
եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Կան փաստեր։ Պարոն Փաշինյան, վերջին քննարկումներից մեկում դուք ասել եք, հարց եք բարձրացրել, որն է արդարությունը, որն է արդարադատությունը, եւ ուզում եմ ձեզ հարցնել, արդարություն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին ուղղորդելու սպանելու կոչ է անում, նախաձեռնել է քրեական վարույթ, բայց այդ անձի նկատմամբ չկա որևէ հետապնդում, անգամ կարգավիճակ չունի, արդարություն, արդարադատություն է այն, երբ Արշակ Սրբազանը այն դեպքում է կալանքի տակ, երբ քննչական կոմիտեից չգիտես ինչու, չգիտես ինչպես անհետացել է միակ իրեղեն ապացույցը։ Պարոն Փաշինյան, ինչպես է ստացվում, որ Հայաստանում կա դատավորի մեկ անուն, Մասիս Մելքոնյան, որը հայտնի է իր կալանքներ տալով, եւ ինչպես է ստացվում, որ նրան են մակագրվում բոլոր ընդդիմադիրների կալանքի միջնորդությունները, նաև սրբազանների կալանքի միջնորդությունները, դուք զբաղված եք եկեղեցին բարեկարգելով, բարենորոգելով, իսկ ով պետք է բարենորոգի, բարեկարգի դատական համակարգը, որպեսզի հայի մոտ, քաղաքացու մոտ, երբ նայում է անաչառ դիտորդը, արդարության զգացողություն ունենա։ Գիտեք, ես նախ ձեր նշած դեպքերի մանրամասներին կամ պնդումների մանրամասներին ծանոթ չեմ կարող մեկնաբանել, որտեվ չեմ առնչվել եւ տեղեկություն չունեմ։ Համենայն դեպս ձեր հարցից հետո կփորձեմ հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Ընդ որում ես քաղաքացիներին նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ, եւ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։ Շնորհակալություն։ Ամեն անգամ, երբ որ վեհափառ հայրապետը որևէ հոգեվորականի կարգալույց է անում, ձեր թիմակիցները գրում են, երևի նաև ձեր ցուցումով կամ ձեր իմացությամբ, որ ասենք, այսինչ հոգեվորականը կարգալույց չէ, նա շարունակում է զբաղվել իր հոգեվոր ծառայությամբ։ Ու մարդկանց մոտ հարց է առաջանում, բայց եթե վեհափառ հայրապետը այդ մարդկանց օծել է, սարքել է եպիսկոպոս, թեմի առաջնորդ, չգիտեմ, ինչ որտեղ նշանակել է որպես հոգևոր սպասավոր, ո՞նց եք դուք որոշում, որ այդ մարդը կարգալույց եղած է, թե կարգալույց եղած չէ։ Նույնքան, որովհետև ասենք Գարեգին երկրորդին դուք կաթոլիկոս չեք համարում։ Նույնքան կարող են օրինակ ձեզ վարչապետ չհամարել, ասել, թե որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, իր նախարարներն են նախարար չեն ու չընդունեն օրինակ ձեր որոշումները։ Նախ սա ոնց եք նորմալ է գնահատում, թե ոչ, որովհետև նույն հաջողությամբ կարող է օրինակ Առաքել Սրբազանը չհամարվել եպիսկոպոս, որովհետև Արգիշտի Քյարամյանի հայրն է եւ զավակ ունի։ Ինչպես դուք եք ասում, որ Կտրիչ Ներսիսյանը ձեր խոսքերով ասած զավակ ունի։ Եվ մի բան էլ Միքայել Մինասյանից ֆինանսավորման թեման ազգային ժողովում շատ քննարկվեց, դրան նաև հետագա զարգացումներ եղան։ Ի վերջո Մինասյանն էլ նորից արձագանքեց գրառմամբ ձեզ եւ Ռոբերտ Քոչարյանին նույն ասելով, որ դուք իրար հետ նույն խաղն եք խաղում եւ այլն։
բայց չմտնել եմ իրաց այդ ընդդիմադիր խոհանոցի մեջ։ Եվ վերջո Միքայել Մինասյանը ձեզ ինչպես է ֆինանսավորել, հայկական ժամանակին բոլորը գիտեին, այն ժամանակ ես էլ հիշում եմ, որ քննարկում է, որ հայկական ժամանակին Միքայել Մինասյանի հետ կապված պրես ստենդը անվերադարձ պայմանագիր է կնքել ձեր թերթի հետ, որպեսզի ձեր թերթի ամբողջ վաճառքի գումարը երաշխավորված դուք ամեն ամիս ստանաք։ Հիմա Միքայել Մինասյանը ձեզ որքան գումար է ամեն ամիս տվել, ինչ նպատակով, արդյոք դա շանտաժի սպառնալիքի տակ է եղել, թե ոչ։ Ես այդ հարցի մանրամասն անդրադարձել եմ ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում։ Հայկական ժամանակ օրաթերթը եղել է ինչ որ մի ժամանակահատված Հայաստանի Հանրապետության ամենամեծ տպաքանակ ունեցող, ամենամեծ պահանջարկ ունեցող, ընթերցողների ամենալայն զանգված ունեցող թերթ Հայաստանի Հանրապետությունում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել եւ բնականաբար պետք է այդ ռեսուրսներից օգտվել եւ ի տարբերություն մյուս թերթերի, երբ որ հայկական ժամանակ օրաթերթի 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունը ստացել է 30 դրամ եւ մյուս թերթերը օրինակ ստացել է 20 դրամ, 18 դրամ, 25 դրամ, հետեւաբար տվյալ դեպքում ոչ թե հայկական ժամանակին են փող տվել, այլ հայկական ժամանակն է փող տվել։ Եվ դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում։ Եվ ես կարծում եմ սա այնպիսի փաստ է, որ տասնյակ տարիներով քննվել, վերլուծվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես Հայաստանում գործող ընկերության հետ, որը ոնց էր կոչվում, հայ մամուլ էր, ինչ? Չգիտեմ ինչ էր կոչվում, հայ մամուլ էր, թե ինչ էր կոչվում, Հայաստանի բոլոր թերթերը վաճառվել են այդ համակարգի միջոցով, բացարձակապես բոլոր թերթերը։ Միայն հժն չի ունեցել, էլի են եղել նման պայմանագրել, բայց եթե նույնիսկ հժն է ունեցել, հժն եղել է շուկայի թիվ 1 թերթը եւ բնականաբար շատերն են ուզեցել պայմանագիր կնքել հայկական ժամանակը վաճառելու եւ դրա վաճառքի արդյունքում շահույթներ ստանալու եւ հետեւաբար հայկական ժամանակն է գումար տվել եւ ոչ թե հայկական ժամանակին են գումար տվել եւ դա արտահայտված է հաշվապահական թղթերով, վճարված հարկերով, հաշվապահական հաշվետվություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Շատ մի րոպե, մոնիտորինգ արեք, ուրեմն մոնիտորինգ արեք եւ տեսեք, որ հայկական ժամանակը չկա այդպիսի մարդ, որի վերաբերյալ ունեցել է որևէ կաշկանդվածություն իր հիմնադրման առաջին օրից։ Ով ուզում է լինի, կլինի դա Սերժ Սարգսյան իր ընտանիքի անդամներ, Ռոբերտ Քոչարյան իր ընտանիքի անդամներ, այլ կոռուպցիոն շրջանակներ եւ իրենց ներկայացուցիչներ։ Հայկական ժամանակի բոլոր հրապարակումները առկա են եւ որևէ մեկը չի կարող այդպիսի պնդում անել։ Եթե որևէ մեկը այդպիսի պնդում անի, կգտնվեն տասնյակ, ոչ թե 1, ոչ թե 2, այլ տասնյակ հրապարակումներ, ներառյալ կոռուպցիոն բացահայտումներ եւ ինչ այլոց հայկական ժամանակի գործունեությունն է, որ Հայաստանում հիմք է դրել եւ հիմքեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության համար։ Հետևաբար ձեր եւ այդ կարգի բոլոր մնացած մտահանգումները պարզապես մտածածին են։ Հոգեվորականների մասնակցած։ Ինձ կողմից կառավարության անդամներ չունեն։ Թող փորձեն։ Ասում եմ թող փորձեն։ Հենց այդ եմ ասում, մենք ունենք, որովհետև ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ։ Եվ մենք Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք։ Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիչ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում եւ իմիջայլոց այդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք եւ բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից որտեղ են աշխատում, վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե որևէ այլ տեղ։ Ներառյալ դուք, ներառյալ նաև այն մարդիկ, ում անունը տալիս եք։ Շնորհակալություն։
շնորհակալություն։ Անվարչապետ, այս տարի մեր երկիրը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը COP17-ը, ինչը ենթադրում է, որ բնապահպանական նոր ծրագրեր կիրականացվեն։ Նոր ծրագրով նախորդ տարվանից Գեղարքունիքի մարզի կենցաղային աղբը տեղափոխվում է Կոտայ Հրազդանի սանիտարական աղբավայր, սակայն դա ամբողջությամբ չի ապահովում Սևանա լճի էկոհամակարգի լիարժեք պահպանումը։ Մինչ օրս լիճ են թափվում կոյուղաջրեր, կեղտաջրեր, տարբեր թափոններ, չնայած մարզի գետերի վրա տեղադրված են մաքրման կայաններ, դրանք հիմնականում տեխնիկական մաքրում են իրականացնում, այլ ոչ կենսաբանական, եւ Խորհրդային Միության տարիներից հարցը ուշադրության կենտրոնում է, այն ժամանակ նախատեսել են կոլեկտորային շրջանաձև համակարգի միջոցով հարցը լուծել, սակայն ծրագիրը կիսատ է մնացել։ Ինչ նոր ծրագիր կա այս ուղղությամբ, որպեսզի այդ կեղտաջրերի հարցը լուծվի, լուծում ստանա։ Գիտեք, շատ ցավոտ հարց եք բարձրացնում եւ գործնականում, եթե չսխալվեմ, մի քանի օր առաջ ես այդ թեմայով փոխվարչապետ Խաչատրյանին եւ շրջակա միջավայրի նախարարին կոնկրետ հանձնարարական եմ տվել, որ կան հիմա լավ լուրն այն է, որ աշխարհում կան տեխնոլոգիաներ, արդեն այդ տեխնոլոգիաներն զարգանում են, որոնք կարող են ավելի արդյունավետ եւ ավելի մատչելի լինել, եւ ես խնդիր եմ դրել, որ մենք պետք է շատ կոնկրետ եւ լուրջ զբաղվենք այդ հարցով, որովհետեւ մենք չենք կարող այլևս այդ հարցը շրջանցել եւ կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք կոնկրետ զարգացումներ կունենանք։ Ես չթաքցնեմ, ուղիղ ասեմ, մենք նաև որոշակի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել եւ հանձնարարության էությունը այն էր, որ այդ առաջարկների նախնական դիտարկումը ցույց տվեց, որ դրանք ունեն հիմք, որոշակի հիմնավորվածություններ ունեն, այստեղ ուղղակի տեխնիկատնտեսական եւ իրագործելիության հաշվարկներ պիտի անեն, ես կարծում եմ առաջիկա ամիսներին մենք կգանք կոնկրետ եզրակացության եւ առաջիկա տարիներին կիրականացնենք այդ ծրագիրը։ Շատ մեր ռազմավարական հարցերից մեկն է, որտեղ այո մենք ունենք խնդիրներ, սահմանափակումներ, լուծումները ուշանում են եւ մենք պետք է ընդհուպ արդեն ձեռնմուխ լինենք կոնկրետ գործողությունների իրականացման։ Հաջորդ հարցը Անի Գևորգյան։ Պարոն Փաշինյան, դուք նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ ասացիք, որ վեհապարը անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են մայրաթոռն են ազատագրելու, հարցս հետևյալն է, երբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, Ներքին հանդում եւ Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, ապա դուք այդ տարածքները վիճելի եք համարում եւ որպես կառավարության ղեկավար, ինչպես եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը, Վերջերս Արման Թաթոյանը Washington Times պարբերականում ծավալուն անդրադարձ էր կատարել օկուպացված տարածքների մոռացության հարցի վերաբերյալ։ Նախ խնդրում եմ այս հարցերին պատասխանեք եւ երեք եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները, քանիսի հետ որ ես հարցազրույց էի անում, ինձ խնդրում էին ցանկացած պաշտոնյայի, այդ թվում ձեզ տեսնելիս հարցնել, ինչու էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը եւ արդյոք այդ պաշտոնյաները ում հարցը կուղեմ, հետեւաբար հիմա ձեզ եմ ուղղում, դուք եք շնորհակալ երախտապարտ Ալիևին, այսքանը։ Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ եւ մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք, տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը եւ հանրությունը եւ քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին։ Վիգեն
Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաև մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց նախ Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատության ենթարկվել եւ Հայաստանի Հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետքա փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները գտնում են որ սխալ եմ ես Երողություն Եվ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։ Ներողություն, Արման Թաթոյանի հետ կապված չպատասխանեցի։ Համեցեք հաջորդ հարց։ Պարոն Փաշինյան, այսօր Ռոբերտ Քոչարյանը ասիլուսում հայտարարել է, որ TTIP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ TTIP-ը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը։ Դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։ ԱՄՆ-ն այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Ինչպես է գնահատում TTIP-ի շուրջ այս գնահատականներն ու մտահոգությունները եւ մեկ հարց էլ հունվարի 27-ին զոհերի հիշատակի օրը դուք այցելեցիք Եղաբլուս, սակայն խուսափում եք այնտեղ լինել հաղթանակի օրը։ Այս ընտրողական մասնակցությունը չի թույլատնում բանակի, սովածների ընտանիքների եւ հասարակության հավատը պետական հիշողության ամբողջության նկատմամբ։ Ոչ չի թույլատնում, որովհետև մեր քաղաքականությունները այդ թվում արարողակարգային միջոցառումների վերաբերյալ տեղավորվում են մեր արտաքին քաղաքական տրամաբանության մեջ եւ ամեն ինչ բխում է այդ տրամաբանությունից։ Ինչ վերաբերվում է ձեր նշած մեկնաբանություններին, կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում դուք հայտարարեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի միանալու մասին։
Դիտարկումներ եղան, որոշ տեսակետների համաձայն դա կարևոր է համակարգի ճկունության եւ կայունության համար, մյուս կողմից նշվում է, որ առևտրային տեսանկյունից ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն էներգետիկ ավելցուկ, բայց կարևորվում է միջազգային երթուղիների, տարածաշրջանով անցնող էներգետիկ երթուղիների Հայաստանի միացումը։ Խնդրեմ նշեք, թե որն է Հայաստանի կառավարության տեսլականը, ինչ ակնկալիքներ ունենք այդ քայլից։ Գիտեք, Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել, որովհետեւ տեսեք, եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք, ենթադրենք ցանցը միացվեց եւ այդ իմ ասած մոդելները չգործեցին, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է չէ ստանալու, այսինքն բնականաբար այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ միայն պետական եկամուտները, մասնավոր ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ TRIP-ի շրջանակներում նաեւ էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում, ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ, եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես TRIP-ի շրջանակով նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք։ Դե աշխատում ենք արդեն, գործնական ճիշտն ասած աշխատանք գնում է, բայց երբ որ կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն, այդ մասին կհայտարարվի։ Նկատի ունեմ, քանի չի հայտարարվել, կա քաղաքական ըմբռնում եւ մենք էլ վերլուծել ենք, ենթադրում եմ Ադրբեջանն էլ վերլուծել է, փոխադարձաբար մենք փորձագիտական մակարդակով է սպառնալիք չենք տեսնում այդտեղ, ընդհակառակը տեսնում ենք հնարավորություններ մանավանդ որպես խաղաղության ամրապնդման միջոց։ Գիտեք, շատ խոսվում է անվտանգային երաշխիքների մասին, ելի ես երեք պաշտպանության նախարարությունում անդրադարձ ունեցել եմ մի փոքր այդ թեմային, չգիտեմ ինչքանով եք հասցրել հետևել, բայց գիտեք անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները մենք պետք է թարմացնենք, որովհետև այն պատկերացումները, որոնցով մեզանում հիմնականում առաջնորդվում են, այդ պատկերացումները արդեն մի անգամ իր բանը անարդյունավետությունը ցույց է տվել 2022, 2021, 2020, 2023 թվականներին։ Անվտանգության երաշխիքը հենց ես երեք պաշտպանության նախարարությունում նշեցի, այդ թվում փոխկապվածությունն է, երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել, եւ դա հավաստիացնում եմ ամենահուսալի անվտանգության երաշխիքն է։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսը սկսեց այսպիսի պնդումներով, որ դուք Հայաստանը հասցրել եք մի վիճակի, երբ խնդիր կա պաշտպանել ազգային ինքնությունը, ասում է երբեք նման վիճակ չի եղել, որ հարց առաջանա Արարատ թե Արագած, եկեղեցու միասնության խնդիր լինի, ասում է ունիկալ վիճակ է ստեղծվել։ Հետևաբար հարցադրում, ինչու հասցրեցիք այս իրավիճակին, որը նաև մատնանշում է Ռոբերտ Քոչարյանը, սա առաջին հարց, եւ ձեր թույլտվությամբ նաև ՔՊ-ի ներսում ինչ խնդիրներ կան, օրինակ Հայկ Սարգսյանը ասում է, որ
մի քանի անգամ բողոքարկել է իրեն որպես պատգամավորի թեկնածուն չեն գրանցել, այլևս ցանկություն չունի ձեր հետ հանդիպելու, վերջերս էլ առողջապահության հանձնաժողովի նախագահը պաշտոնից հրացվեց, դիմում գրեց նաև այլևս թեկնածու չի լինելու, ինչ խմորումներ ու խնդիրներ կան ԿՊ-ի ներսում եւ ձեր թույլտվությամբ երրորդ հարցը սոցիալական ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը գնաճը զսպելու ուղղությամբ, որովհետեւ նաև սպառողները արձանագրում են, որ Հայաստանում խայտարակ գնաճ է բոլոր տեսակի ապրանքների շուկայում։ Շնորհակալություն։ Հայաստանում գնաճի ցուցանիշները վիճակագրության կոմիտեն հրապարակում է, եւ այդ գնաճի ցուցանիշներում ոչ մի անոմալիա չկա։ Մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի բնակչության աշխատող բնակչության եկամուտները աճում են եւ ելի եմ ասում, եթե դրա հետ կապված հարց կա, եկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ ընդհանրապես տուրիստական նպատակներով այցելությունները եւ հակառակ ուղղությամբ ո՞նց են այդ այցելությունները տեղի ունենում։ Դեպի Եվրամիության Հայաստանի քաղաքացիների այցելությունները մի քանի 100%-ով աճել են 2018 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի հասցնելու, որ կետի ենք մենք հասցրել Հայաստանը, այն կետին, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե փախնում են Հայաստանի Հանրապետությունից, այլ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով։ Հասել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո վայելում է խաղաղություն եւ անկախություն։ Իսկ այդպիսի հարց Արարատ թե Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն թե չպետություն, որովհետև պետությունը ունի միջազգայինորեն ճանաչված տարածք եւ միջազգային Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Եթե դուք դա չեք նկատել եւ մենք չենք նկատել, դա ընդհանրապես մի բանի մասին է վկայում, որ պետություն եւ չպետություն հասկացությունների միջև դեռ միջև բոլորովին վերջերս սահմանազատում իրականացված չի եղել եւ մենք այդ սահմանազատումը իրականացրել ենք, որովհետեւ մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետություն ենք։ ԿՊ-ի վերաբերյալ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Հունանյանին իր շատ խիզախ քայլի համար, որովհետև քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կենթանի հաղորդակցության մեջ լինի հանրության հետ, մենք բոլորս պետք է կարողանանք ընդունել մեր սխալները եւ այդ սխալների էությունից բխող հետևություններ անել եւ կարծում եմ, որ նա շատ խիզախ քայլ է կատարել, բայց նաեւ մյուս կողմից նա շարունակում է մնալ մեր թիմի անդամ։ Ինչ վերաբերվում է պարոն Սարգսյանի հետ կապված խնդիրներին, գիտեք, այդ հարցը ԿՊ վարչությունում մի քանի անգամ է քննարկել եւ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժելու եւ սա պետքա պարզ լինի բոլորին։ Ինչ որ ասեցի, ճիշտ կհասկանաք։ Պարոն վարչապետ, դուք արձագանքեցիք թրիփ ծրագրի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի որոշ գնահատականներին, բայց ես կուզեի մի փոքր մասով էլ մեկնաբանեիք, այնտեղ նաև ասվում է, պնդում է ինքը, որ Միացյալ Նահանգների շահը, այստեղ տնտեսական շահը 0 է եւ Միացյալ Նահանգների նպատակը Իրանի սահմանի վերահսկողությունն է, սրա հետ կապված կուզեի արձագանքեիք եւ թրիփի հետ կապված դուք ասացիք, որ նրա պատկերացումները հնացած են, կարծես թե նախագծով արդեն կա հնարավորություն երրորդ կողմի ներգրավման փոխադարձ համաձայնությամբ
Հիմա ձեր այդ արձագանքը վերաբերվում էր կոնկրետ Ռուսաստանի եւ Չինաստանի ներգրավմանը, թե այստեղ կուզեի ասեիք, էլի ամեն դեպքում այնտեղ տեղ է թողնված այլ ուժերի ներգրավման, այս հեռանկարի հետ կապված նաև ձեր մեկնաբանությունը եւ պարոն վարչապետ Ոսկե թափում եկեղեցու հետ կապված ոսկե թափում քահանան հայտարարում է, որ տեղական իշխանության ղեկավարը, համայնքապետը եւ եկեղեցու բարերարը գնում են իր մոտ եւ հորդորում են դուրս գալ եկեղեցուց, բանալիները հանձնել իրեն, պատճառաբանելով, որ դա կառուցել է բարերարը եւ այստեղ իրավապահները որևէ կերպ չեն արձագանքում այս խնդրին։ Դուք չեք կարծում, որ իրավապահները այստեղ անելիք ունեն, երբ տեղական իշխանության պատասխանատուն բարերարի հետ գնում է եւ քահանային առաջարկում է դուրս գալ եկեղեցուց, սրա հետ կապված ձեր մեկնաբանությունը ինչպիսին է եւ իրավապահների գործողությունների եւ վերջին հարցը հեծի մասով եմ ուզում հարցնել, արդեն առաջիկայում հաջորդ ամսվա ընթացքում կլրանա 3-րդ ամիսը, ինչ արդեն ընկերությունը զրկված է լիցենզիայից, այս ընթացքում որևէ պաշտոնական հայտարարություն, պաշտոնական տեղեկություն չկա։ Ձեր նկարագրած երկու սցենարներից որով է վերջո կառավարությունը շարժվում, դուք ասում եք կամ պրոֆեսիոնալ որևէ միջազգային օպերատոր, որը կիրականացնի այդ կառավարումը կամ պետականացման գործընթացը, կա քննարկում որևէ միջազգային ընկերության հետ, եթե այո, ինչ հեռանկար է այստեղ նշмарվում։ Նախ մենք մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պայն տեղի ունենում հեծի շուկայական արժեքի գնահատում։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ հիմա նաեւ որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետեւ կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ որ մի գումար հատկացնել եւ դա դարձնել չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի եւ այս առումով կարծում եմ, որ մենք այսինքն մենք մեծ հաշվով շտապելու բան չունենք էլ։ Հեծը պատկանում է այս պահին ըստ էության դե ֆակտո առնվազն Հայաստանի Հանրապետությանը եւ մենք աշխատում ենք իմիջայլոց նաեւ ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունը էականորեն բարձրացել է, շատ կարեւոր է արձանագրել, որ հեծը որպես գործընկեր բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետեւ նախկինում հեծի մրցույթներին մասնակցում էին մեծ մասամբ, չեմ ասի 100%-ով, բայց մեծ մասամբ նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ եւ դա ըստ էության կոռուպցիոն եւ փողերի լվացման մի համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է եւ այդ թվում նաեւ քրեական գործեր կան հարուցված եւ կարծեմ նաեւ տնտեսվարողները այդ իրավիճակների մասին կարող են մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին եկեղեցու մանրամասները չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել։ Ենթադրում եմ, եթե իրավապահները որևէ գործողություն անում են կամ որևէ գործողություն չեն անում, ուրեմն դրա համար ունեն համապատասխան հիմնավորումներ։ Ինչ վերաբերում է թրիփի վերաբերյալ ձեր հարցին, ուրեմն փաստաթղթերը հրապարակված է եւ օգոստոսի 8-ի նույնիսկ եթե թրիփի իրագործման շրջանակը հրապարակված, ստորագրված, ընդունված եւ հրապարակված չլիներ, բայց հրապարակված է, բարձ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ գործառույթի արտապատվիրակումը բացառում է այդ շրջանակը։ Այսօր է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը չի գտնվում Հայաստանի Հանրապետության լիարժեք տիրապետության ներքո, բայց մենք նաև համաձայն մեր գործող պայմանագրերի նաև քայլեր ենք անում եւ միջնաժամկետում ենթադրվում է, որ Հայաստանի սահմանները, ինչպես անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո
եւ այդ գործառույթի որևէ արտապատվիրակում բացառվում է եւ դա արդեն գրվել է եւ հրապարակվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից ընդունված փաստաթղթում եւ TRIP-ը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին եւ այդ նախագծով բազմամիլիոն 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ, եթե չի նկատվել, ռազմավարական երկխոսություն ենք սահմանել նախորդ տարվա օգոստոսին, սեպտեմբերին Չինաստան կատարած իմ այցի արդյունքներով եւ այդ փաստաթուղթը ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով եւ ես այս տարի եթե հիշողությունս չդավաճանի 2-3 երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք։ TRIP-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Գիտեք, Ամերիկայի նման պետությունը, որը ամբողջությամբ կառուցված է տնտեսական տրամաբանության վրա, եւ դա շատ լավ է, մենք էլ ենք ուզում մեր հայցակարգային փաստաթղթերում եւ ես էլ ասել եմ, Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ոնց կարա Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունենա։ Դուք չեք հետևում քաղաքականություններին նախագահ Տրամպի։ Բոլոր իր որոշումները ունեն տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը եւ սրա համար անհրաժեշտ իհարկե նաեւ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Տրամպի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար։ Համենայն դեպս նրանք, ովքեր առաջնորդվում են սեփական երկրի շահերով։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Հայաստանը դիմել է Ռուսաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան արդեն կա թե չէ, ու եթե չկա, երբ կհամարվի արդեն, որ ժամանակն է ինքնուրույն լուծելու այդ հարցը։ Դուք նաեւ ասել եք, որ պետական բյուջեից պատրաստենք, եթե ինչ-ինչ դժվարություն։ Գիտեք, ձեր հարցը ըստ էության նախորդ հարցի շարունակություններ եւ դա ցույց է տալիս նաեւ, որ մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որ เป զի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով մենք խորացնենք մեր գործակցությունը։ Մենք դիմել ենք, այդ թվում գրավոր ենք դիմել, ես ճիշտն ասած այս պայդրությամբ դեռ չգիտեմ պատասխան գրավոր կա թե չկա, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք, որ կարագանա process-ը, դուք գիտեք, որ նախորդ հունվարին երևի, հա, նախորդ չէ, այս ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին երկաթուղու երասխ սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն process-ները գնում են եւ մենք չենք կարող ուղղակի process-ները տարածաշրջանային կանգնեցնել եւ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները չեն հապաղի։ Նույնը վերաբերվում է Ախուրիկի հատվածին։ Թուրքիա։ Դե գիտեք, դրա մասին չի խոսքը, եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումը իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք եւ մենք ինքներս կանենք։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 2024 թվականին դուք ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ բանակցել եք Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ գույք պարտքի դիմաց գործարքով Ռուսաստանին հանձնված գույքի հարցով, ինչպես եղավ, որ Մարս գործարանը եւ Մերկելյան ինստիտուտը անցան Վլադիմիր Եվտուշենկովին, ինչ գործարքեր կմանրամասնեք, թե ինչ եք քննարկել գործարարի հետ եւ այդ գործարանը արդյոք գործելու է եւ Հայաստանը ինչ օգուտներ է ունենալու դրանցից։ Այո, ես 2024 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով, ասելով, որ գիտեք, դուք գույքեր ունեք Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես նկատի ունենալով
Մարս գործարանը նկատի ունենալով Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին, եւ ըստ էության այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեստներ են օգտագործվում, եւ ես իմ ակնկալիքն եմ փոխանցել եւ ես հույս ունեմ, որ այդ գործարանները ի վերջո կաշխատեն, որովհետեւ վերցնել ուղղակի ոչինչ չանելը այդքան էլ տրամաբանական չի։ Պարոն Եվտուշենկովը ինձ ասաց, որ ինքը այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր եւ մասնավորապես արտադրության ոլորտի մեծ հավանականությամբ, տեխնոլոգիական եւ այլն, եւ պարոն Եվտուշենկովը ուզում էր իմանալ իմ կարծիքը այդ խնդրի վերաբերյալ, ես ողջունել եմ այդ մտադրությունը, ես չգիտեմ, այնտեղ սեփականության փոփոխություն տեղի է ունեցել, թե չի տեղի ունեցել, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց ամեն դեպքում դա Հայաստանի սեփականությունը չէ, Ռուսաստանի սեփականությունն է, եւ այնտեղ ինչ գործառույթներ, որ կամ ֆունկցիաներ ունի կամ լիազորություններ ունի Հայաստանը կիրականացնի։ Նկատի ունեմ, խոսքը գնում ներդրումային ծրագիր իրականացնելու համար, ես ողջունում եմ այդ մտադրությունը։ Հիմա մենք պայմանավորվել ենք հետեւյալը, որ իրենք ներդրումային ծրագիրը կներկայացնեն, իրենք իհարկե նաև որոշակի ակնկալիքներ ունեն կառավարությունից, ես ասել եմ, որ այդ ակնկալիքներին մենք կարձագանքենք, երբ որ ներդրումային կոնկրետ ծրագիր ունենանք եւ կախված նրան բովանդակությունից, ծավալներից կտեսնենք, թե կառավարությունը ինչպես եւ ինչով կարող է աջակցել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս հայ-թուրքական սահմանի վերաբացման վերաբերյալ է, արտգործնախարարն ասաց, որ սկզբից կբացվի ինչ-որ մի հատված, ինձ հետաքրքիր է դա որ հատվածն է, եւ խոսքը գնում է մի քանի շաբաթների մասին եւ մոտավորապես երբ է նախատեսվում դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Եթե դուք խոսում եք Հայաստան-Թուրքիա սահմանի մասին, ես կարող եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք անդադ ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, բայց ի վերջո տեղել է պետության եւ չպետության ընկալման, որը բոլորիս է, ես քավլիցի հանկարծ չմտածեք ձեզ դիտողություն եմ անում, որովհետեւ ես ինքս երկար տարիներ այդ նույն բառապաշարը եւ բառամթերքը օգտագործել եմ եւ մինչեւ հիմա մեր պաշտոնական գրագրություններում այդ արտահայտությունը սպրդում է, օգտագործվում է, ես ամեն անգամ դիտարկում եմ անում կարմիր կամ կապույտ գրիչով, որ հարգելի գործընկերներ եկեք ի վերջո դիրքավորվենք որպես պետություն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իհարկե շատ կարևոր է եւ զարգացումներ կան այդտեղ եւ հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան, ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաեւ Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում ամեն գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու հետ, հույս ունեմ, որ այդ որոշումները կայացնեն։ Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե չթաքցնեմ, դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, իմիջիալոց նաև հրապարակային Թուրքիայում տեսնում ենք, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ, լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջի, նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում եւ Ախուրիկում, եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի, որը խորհրդանշական նշանակություն։ Հաջորդ հարցը Կարեն Ղազարյան հանրայինազրույց։
Պարոն վարչապետ, որպես հարցի շարունակություն, արդյոք Մարգարայի կամուրջի բացումը կարող է համընկնել JDVS-ի այցի հետ եւ կխնդրեմ մեկնաբանել ինչ է նշանակում սահմանը երրորդ երկրների անձանց համար բացելը, ովքեր են լինելու այդտեղով գնացող եկողները, բիզնեսի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, դիվանագետներ, այսինքն սահմանը փակ է լինելու միայն հայերի եւ թուրքերի համար։ Սա մեկ եւ ձեր թույլ տվությամբ եւս մեկ բան, Հայաստանի Հանրապետություն վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանի վերջին վիդեո հրապարակումից տպավորություն կա, որ նա մտադիր է մտնել քաղաքականություն, հաշվի առնելով օրենքի պահանջը, որ պատգամավորների թեկնածուներ կարող են լինել վերջին 5 տարում երկրում բնակվածները, հիմա Սուջյանը կարող է արդյոք մասնակցել ընտրություններին, քանի որ 5 տարի 3 ամիս 2 օր նա եղել է արտերկրում եւ ընտրությունների հետ կապված այսպիսի մի բան այս տարի նախատեսվում է 9 համայնքի 80 բնակավայրի խոշորացում, ընդդիմությունը սրան վերագրում է որ քաղաքական ենթատեքստ, ասելով որ դրանով փորձում եք առավել կառավարելի դարձնել ընտրությունները, ձեր մեկնաբանությունը։ Քաղաքական ենթատեքստն է, որ վաղուց որոշումը կայացվել եւ փորձ ցույց տվել, որ խոշորացված համայնքներում հնարավորությունները ավելի մեծ են եւ մենք կարող ենք գնալ խոշորացված համայնքներ տեսնել, այնտեղ իրականացվող ծրագրերը եւ չխոշորացված համայնքներ տեսնել, այնտեղ իրականացված ծրագրերը, կամ որ ասում են վերահսկելի դարձնել, այդ երբ եք տեսել 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կամ քաղաքական մեծամասնության կողմից որևէ ընտրություն վերահսկելի դարձնելուն ուղղված ընդհանրապես որևէ փորձ։ Այդ որ երկրի այդ տենց բաներ են ստեղծվում, տենց ինչ որ հեքիաթներ են ստեղծվում, հետո ասում են վայ երկիրը ոնց հասցրիկ այս վիճակ։ Ես կարծում եմ իմիջիալից ես իմ չեմ հիշում որ ելույթում ասել եմ, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է, երբ որ մենք մեր պետության համար երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Եվ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը իր երկարատև պատմության ընթացքում շատ չի եղել նման լավ վիճակում, երբ որ նրա առաջ տասնամյակների եւ հարյուրամյակների հեռանկար կա։ Եվ ես կարծում եմ, որ այսօր երկիրը գտնվում է շատ լավ վիճակում, թե տնտեսապես, թե քաղաքական, թե աշխարհքաղաքական եւ բոլոր առումներով, եւ ժողովրդավարության, եւ ժողովրդի իշխանության։ Այսինքն այս ձեզ արդեն սովորական է դառել, որ sense լրագրողները կարող են գալ, տենց նայել, կարդալ, խոսալ, ասել, հարց տալ եւ այլն։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս մոռացել ենք, թե ինչպիսին էր իրադրությունը որոշ ժամանակ առաջ, բայց ես դա ձեր երեսով չեմ էլ տալիս Քավլիցի, ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ փաստի վրա։ Հայաստանի Հանրապետությունը որպես շարունակություն ժողովրդավարական պետություն է եւ այնտեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի կապը չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետև հիմա տեսականորեն հիմա եթե ասեմ ոչ չի կարող համընկնել, բա որ այդ օրը հանկարծ Թուրքիան որոշում կայացնի բացել սահմանը, ես հետո ինչ ասեմ այո կհամընկնի, այսինքն դա մեր որոշումների տիրույթում չի, որ ես հիմա այո կամ ոչ ասեմ։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, դա նշանակում է, որ հայի ու թուրքի մասին չի խոսքը։ Էլի այստեղ էլ մեր ընկալումները պետության եւ ոչ պետության ընկալումների հետ կապ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկացած, որովհետեւ միայն հայերը չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ռուսներ կան, եզդիներ կան, ասորիներ կան, հույներ կան, քրդեր կան եւ այլ ներողություն ում չհիշատակեցի, հրյաներ կան, վրացիներ կան եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի քաղաքացի հայեր կան, հույներ կան, քրդեր կան, եզդիներ կան եւ չգիտեմ շատ ավելի մանրամասն կազմում։ Խոսքը նրա մասին է, որ
երրորդ երկրի քաղաքացի, ով որ ասենք օրինակ չգիտեմ, Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների քաղաքացիա կարող անցնել, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները առայժմ ոչ, բացի այն դեպքերից, այդ երբ ունեն դիվանագիտական ազնագիր։ Մնացած մանրամասներն էլ ընթացած երևի կերել են։ Եվ մեր վերջին հարցը Սարայգիշի։ Պարոն Փաշինյան, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, որոշումը քիչ առաջ կայացրեցիք կառավարության նիստում։ Բնականաբար դա պայմանավորված է հյուրերի մեծ քանակով, գագաթնաժողովին մասնակցելու են 50 բարձրաստիճան պատվիրակություններ։ Խնդրում եմ նշեք, ինչ կտա գագաթնաժողովը Հայաստանին, ինչ ակնկալիքներ ունենք։ Նա հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, համոզված ենք լավ կազմակերպենք եւ հույս ունեմ, որ մեր հյուրերը լավ տպավորություններով կհեռանան Հայաստանի Հանրապետությունից, ինչպես 2018 թվականի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո են լավ տպավորություններով հեռացել եւ իհարկե Հայաստանի միջազգային տեսանելիությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ իհարկե այդ պատկառելի եւ ներկայացուցչական պատվիրակությունների հետ առնչվելու, նրանց հետ այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու շատ լավ հնարավորություն է եւ նաեւ տարածաշրջանային զարգացումները, որովհետեւ իմիջիայլոց Հայաստանում չնկատվեց, բայց ես կարծում եմ, որ շատ կարեւոր մի բան է տեղի ունեցել։ Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են առևտրային մեծ պայմանագիր, որը կարծում եմ ուղիղ առնչություն ունի նաեւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի, Վրաստանի, որովհետև կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը եւ նշանակությունը այդ թվում այդ պայմանագրի բերումով ավելի է մեծանալու, ընդ որում ես չեմ առանձնացնում երկրներից որևէ մեկը, ես խոսում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի մասին եւ իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ այստեղ ինչքան շուտ մենք համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների եւ ժողովուրդների եւ իհարկե Եվրամիության եւ Հնդկաստանի մեր գործընկերների համար, որովհետեւ այդ գործարքները պետքա իրականություն դառնան, պարզածովային ուղիները բավականին էֆեկտիվ կլինեն եւ կգործեն, դրանք այսօր էլ գործում են, բայց հատկապես հիմա եւ այդ տրամաբանության մեջ թրիփ նախագծի, խաղաղության խաչմերուկ նախագծի եւ Հարավային Կովկասի որպես տարանցման երթուղի նշանակությունը էականորեն մեծանում է եւ ես պարզապես ցանկացա բոլորիդ ուշադրությունը հրավիրել նաեւ այս ներկայության վրա։ Ավարտվեց, շնորհակալություն։